Եվ թիմադեդրիեչով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հայոց ցեղասպանության 111-ամյակին առիթով երեկ հղեց ուղերձը անգամը եւս գրկներով այսպես կոչված խաղաղության եւ իրական Հայաստանի իր գեցվածքները միաժամանակ հրաբարակ նետելով նոր եւ վտանգավոր դեսությունը հայոց ցեղասպանության մասին իբրև թե մեծ եղերնը հետևանք է այլոց կարգին հայ ժողովուրդը միջազգային խարթավանքներու մեջ ներքաշելու գործելագերբի Փաշինյան իր ուղերձի մեջ հայտնեց, որ 24 ապրիլին համասկային երթը մտածելու, խորելու, բացմությունը կնահատելու եւ մեծ եղերնի գրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսեւորումն է։ Ան նաեւ ընդգծեց, որ կարելի չէ թույլ տալ, որ մեծ եղերնը միջազգային խաղացողներու մեկը մյուսին դեմ բայկարի գործիք դառնա։ Աբա Հայաստանի գիտություններու ազգային ակադեմիայի հրադարագած հայոց պատմության մեկ հադորը վկայագոչելով Փաշինյան նշեց, որ մեծ եղերնը հայ ժողովուրդը միջազգային խարթավանքներու մեջ ներքաշելու գործելագերբի հետևանքն է, գործելագերբ, որ մեկնարկեց 19-րդ դարու գիսուն եւ իր ողբերգական ավարտին հասավ 1915-ին։ Ուղերձին շվարդգուչյան մեջ Փաշինյան դիտել տվավ, որ ժողովրդի մեծակույն փափագը իրականացած է։ Անասավ, որ ունի պետություն եւ խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունը այն երաշխիքն են, որ հայոց ցեղասպանությունը գրգին չկատարվի։ Այս պատմական նպատակը իրագործելու համար անհրաժեշտ է դադրեցնել հայրենիքի փնդրդուկը պետության Հայաստանի միջազգայինորեն ջանցված 29743 քառակուսի կիլոմետր տարածքեն դուրս։ Իբրև արդարացում Հայաստանը միայն ներկա տարածքը նկատելու իր գեցվածքին Փաշինյանը ասավ։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի փառքավաճման, զարգացման եւ բարեկեցության համար։ Այսօր դասնյակ բնակավայրեր թադարգեն եւ ընդհանրապես պետությունը քիչ բնակեցված։ Այս բոլորին պատճառը խաղաղության բացակայությունը եղած է եւ գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը ինքնությունը եւ անվտանգությունը պետությունն է։ Իր միջազգայինորեն ջանցված տարածքներով եւ այլ գիտակցության վրա հիմնվելով հայ ժողովուրդը պետք է ելլեքախտի եւ բանտղտության դրամապանութենեն։ Հայաստան իր այսօրվան տարածքով գրնա 5-10 միլիոն հայերու բնակության վայր դառնալ։ Սինգապուրի տարածքը Սևանալիջի 2/3-ն նվազ է, բայց այնտեղ 5.5 միլիոն մարդ կապրի, որովհետև պետությունը հիմնված է գրթության, ինքնահայեցման, խաղաղության եւ մարդագետրոն ցկտումներու վրա։ Փաշինյան 24 ապրիլի իր ուղերձի մեջ իսկ արիթը չփախծուց խոսելու հայ-թուրք հարաբերություններու ղեկավարման մասին եւ փոխանակ ցեղասպանության ահավոր հետևանքներուն եւ հադուցման մասին արտահայտելու անասավ։ Իրական Հայաստանի խաղապարախոսության խաղաղությունը եւ անվտանգությունը առաջին հերթին դրացիներու հետ ղեկավարման հարաբերություններն են։ Հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմաններու անխախտելիության եւ քաղաքական անկախության ճանաչանու համար։ Ավարտին վարչապետը անձնադվական իր խաղապարները ամբողջացուց ասելով, որ բոլոր նահատակներու զոհողություններուն հադուցումը Հայաստանի հարադևումն է։ Փաշինյան մորնալով Թուրքին յաթաղանին զոհկացած նահատակներուն իսկական իղծերն ու նպատակները եզրակացուց, որ Հայաստանի քաղաքացիներու ազատությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը հայոց բարեկեցությունն է փորոլ նահատակներուն իղծերուն եւ ընդհատված երազներուն իրագործումը։ Ամենայն հայոց կարեկին երկրորդ կաթողիկոս հայոց ցեղասպանության 111-ամյակին առիթով հրաբարակած իր խոսքի մեջ երեկ ասավ.
24 ապրիլը խորհրդանշորեն գամփոփե հայ ժողովրդին հավաքական դարաբանքը, որում մեջ խդացված են 1.5 միլիոն մարտիրոսացիալ հայորդիներ, հայրենագորույս դարակին ասկին զավակներու, մշակութային եղերնի ենթարկված վանքերու եւ եկեղեցիներու, ավերված բնակավայրերու հիշողությունները։ Այդ ողբերգությունը սակայն չգոդրեցավ հայ ասկի ոգին։ Ժողովուրդը վերաբերեցավ ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք կերտեց եւ վերահաստատեց հայոց անկախ pedagoganությունը։ 24 ապրիլը ուխտի օր է, միահյուսված աշխարհասփյուր մեր ժողովրդի բանջադիրության, որ զերծ է թշնամանքեն եւ ադելութեն են, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնման եւ ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառման։ Ցեղասպանության աղետալի թեփքերեն 100-ամյակը յետք, երբ կտվեր թե նման սոսկալի հանցագործությունները մնացած են անցյալի մեջ, ցավոք ցեղասպանական նոր գործողություններով հայատապեցավ Արցախը, բռնությամբ տեղահանվեցան ավելի քան 120,000 արցախցիներ։ Այս ծանր գացության եւ արգաս բառնալիքներուն թեմ հանդիպման մեր նահատակներուն զոհողությունը գբարդավորեցնե ամրապնդել միապանությունը, համերաշխությունը եւ հզորացնել հայոց պետությունը։ Համասկային միասնականությամբ է, որ գրնանք արդյունավորել չանքերը հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ արկասավորել քայլեր ու նախաձեռնություններ հանուն ասկային հարաճընթացի եւ խաղաղ ու անվտանգ կյանքի։ Հոյթը հայտադի գետրոնական խորհուրդը 24 ապրիլի արիթով հրաբարագեց հայտարարությունը ուրսավ։ Հայոց ցեղասպանության զոհերու ոգեգոճման 111 ամյակն է։ Գծվի թե ցավականները մեզ գհերացնեն մարդկության դեմ իրակորձված այդ զարզրելի հանցագործության հետևանքներն։ Սակայն մեր պատմության վերջին զարգացումները Արցախի բռնակրավումը եւ հայաթափումը կփաստեն, որ հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի եւ դարազության մեջ կատարված եւ ավարտված ոչիր է, այլ շարունակական հանցագործություն, որուն նպատակ ուներ բնաճնչել կամ տեղահանել հայությունը իր հայրենիքեն։ Ցեղասպանությունը կշարունակվի ըլլալ հանցագործություն եւ գենսական վտանգ այնքան ժամանակ, քանի դեռ ցեղասպան կողմը չէ ընդունած իր քաղաքական եւ փարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը չէ բարտադրած այն։ Ցեղասպանության ընդունումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես ցեղասպանին մաքրելու զայն պատմական խարանեն եւ թատրեցնելու հանդիսանալ քաղաքագրթական վտանգ, այնպես այլ ցեղասպանության ենթարկվածին իբրև երաշխիք ցեղասպանական մտադրություններն թատրեցման։ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը թե Հայաստանի, թե հայկական սփյուռքի եւ թե միջազգային հանրության կողմէ երբեք ինքնանպատակ չի եղած եւ նպատակ ունեցած է դարաձաշրջանի մեջ գայուն եւ երկարադեպ խաղաղության ու համագեցության ստեղծման, արդարության վերականգնման եւ սեփական պատմության հետ արերեսման միջոցով։ Հայոց ցեղասպանության հերթական ամյակին արդիվ գոքեգոչենք մեր ամեղ զոհերուն հիշադակը եւ վերահաստատենք, որ հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ ուրացման, իսկ միջազգայնացումը սագարկման։ Նշեց հոյթա հայտադի գետրոնական խորհուրդը 24 ապրիլի արիթով հրաբարագած իր հայտարարության մեջ։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան իր սովորության համաձայն 3 պատգամը ուղեց Բոլսո հայոց Սահակ II Մաշալյան Պատրիարքին եւ հայության անգամը եւս գրկնելով թրքական ուրացման եւ նենքափոխման քաղաքականության ցանոթ թեզերը։ Հայոց ցեղասպանության թրքական ցանոթ մեկնաբանությունը ներկայացնելով Էրդողան նշեց, որ Օսմանյան գայսրության փլուզման ընթացքին քրավումներու, փախումներու, աբաստամբություններու, հրոսակային խումբերու շարժումներու, ահապեկչական արարքներու եւ համաճարակներու նման այլազան պատճառներով իրենց կյանքը գործընծուցածներ Բալկաններու, Կովկասի եւ Արաբական թերագղզի երկիրներու իրենց հողեր են տեղահանվածներ, Անադոլուի 4 կողմը իրենց դուներու մեջ վիշտեր աբրած օսմանահաբադակ ժողովուրդներուն խորցավը գրած են։ Ցեղասպանության արհավիրքը խորցավերով բնորոշած Էրդողան բացկամին շարունակականության մեջ կողունակություն հայտնեց, որ թուրք պետությունը հաջողած է այդ ցավերը չմոռնալու առընթեր զանոնք հաղթահարելու միջոց գտնել։ Էրդողան հայտնեց. Խաղաղության, բարօրության եւ եղբայրության հիման վրա
Ավելի ցանկալի օրերու հասնելու համար գշարունակենք մեր բոլոր հայրենագիցներուն եւ բարեկամներուն հետ միաստապար գործել եւ պայքարիլ առանց նկատի ունենալու անոնց ազգային եւ գրոնական պատկալենիությունները Աբա թրկական գեղձ քաղաքավարությամբ Էրդողան հաստատեց գճանանք հետակա սերունդներուն փոխան ժողտական հիշադակներու ժարանք ցկել աբակամը որ լա ճշմարտություններ կոդեբնթված խղճամիտ արդահայտություններով ավարտին Էրդողան չմորցավ Թահիջի Բադմուջանը մեկ գոմ թրած ցավ հայտնել գադարվածին համար եւ հետեւաբար անսավ Կպաշնեկցիմ հայ ժողովրդին անցյալին գրած ցավերը եւ հարկանքով գիշեմ իրենց ցանկերը գործընթացած բոլոր օսմանահաբադակ հայրենագիցները Երեք վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու մեջ թեմագալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Թավթյան հանդիսաբեդությամբ գդարվեցավ բարեխոսության գարկ իհիշադակ հավատքի եւ հայրենիքի համար զոհված հայոց ցեղասպանության սուրբ նահատակներուն համար Հունաստանի մեջ Սիրիզա գուսակցության նախագահ Սոկրատիս Ֆամելոս իր շքախումբով այցելեց Սինդաղմա հրաբարագին վրա դեղագայված հույթը Հունաստանի երիտասարդական միության դեղեկատվական գրաբագը Ֆամելոս թիմավորվեցավ հայտարարի հանձնախումբի եւ երիտասարդականի անդամներն եւ իրազերկ դարձած հայոց ցեղասպանության ու Արցախի դեպ սանձազերծված պատերազմին Սոկրատիս Ֆամելոս իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին, հայտնելով թե ցեղասպանություններ կործած երկիրներու անբաժանելիությունները բաժար գտարնան մարդկության թեմ նոր ոճիրներու 23 ապրիլին հայոց ցեղասպանության թանկարան հիմնարկի ժամանակավոր ցուցադրություններու սրահին մեջ տեղի ունեցավ փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանությունը վերաբրողներու առաջին վավերագրումները խորակիրով ժամանակավոր ցուցադրության բացում նվիրված հայոց ցեղասպանության 111-ամյակին Բացումին ներկա գտնվեցան Հայաստանի մեջ Ռուսիո Արդակին եւ լիազոր տեսփան Սերգեյ Գոբիրիգի, Հայաստանի մեջ Սուրյո Արդագարկ եւ լիազոր տեսփան Նորա Արիսյան, Հայաստանի մեջ Կանադայի Արդագարկ եւ լիազոր տեսփան Էնդրու Թերներ, Հայաստանի մեջ Կիպրոսի Արդագարկ եւ լիազոր տեսփան Միքայել Մավրոս, Վատիկանի արաքելական նվիրակ Անդրե Յոզիս եւ ուրիշներ Գազագերբությամբ Կանադայի հայտարարի հանձնախումբի արևմտյան շրջանին եւ հույթը Քեմի Վանկուվերի Արշավիր Շիրագյան մասնաճյուղին 5 շաբթի 23 ապրիլի հետմիջօրեին Բրիտիշ Կոլումբիայի նահանգային խորհրդարանի մեջ ողջգործվեցավ հայոց ցեղասպանության 111-ամյակը Ցերնարգին մասնակցեցան նահանգային պաշտոնադարներ, համայնքային ներկայացուցիչներ եւ հոծ բազմությունը Ներգայային նահանգային նախարար Անդրիան Դիքս, ինչպես նաև նահանգային խորհրդարանի անդամներ Ռիան Գասպեր եւ Ռաբ Բորտերն Արդասանված խոսքերու ընթացքին հայոց ցեղասպանության հիշադակումեն անտին անդրադարձ կատարվեցավ Արցախի հայատապման եւ հոն դեղի ունեցած փաստացի ցեղասպանության նշելով որ հայ ժողովրդի թիմակրաված տարաբանքները Չավարտեցան 1915-ին, այլ գշարունակվին մինչև այսօր։ Հադուկ անդրադարձ կատարվեցավ Արցախի մեջ հայկական մշակութային եւ գրոնական ժառանգության պահպանման հրամայականին, հատկապես վկայակոչելով վերջերս Ստեփանագերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերումը։ Հոյթակեմի Վանկուվերի Արշավիր Շիրագյան մասնաճյուղեն Մեհեր Ասայան եւ Սեզա Կորաջյան իրենց ելույթներու մեջ շեշտեցին երիտասարդության թերագադարությունը, հիշողության պահպանման եւ իրավունքներու պաշտպանության մեջ։ Վանկուվերի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայաստանյաց արաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Վարդան Զայրակույն Վարդապետ Թաշջյան իր խոսքի մեջ անդրադարձավ եկեղեցու եւ համայնքային կառույցներու նշանակության, ազգային ինքնության պահպանման եւ գենսունակության համար։ Ցերնարգը փակվեցավ Հայաստանի եւ Արցախի դրոշներու բարձրացումով։ Հարկելուն ընտիրներ եւ ագընտիրներ վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզեդեին ցայնի հաղորդավար Անտոնին եւ Սերլին։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։